եկեք մի բան ֆիքսենք, սա շատ կարևոր է, ես ուզում եմ սա հստակ ֆիքսենք, որ այն մոտեցումը, որ դե այս տարածքը տանք մի ինչ որ մասնավորի ինքը այստեղ ինչ որ կաֆե կսարքի, չգիտեմ ինչ որ անհասկանալի բաներ կսարքի, որը կբետոնապատի, գրբետոնապատի, որ մի փոքր էլ մի երկու հատ էլ ծառ տնկի, սա անընդունելի տարբերակ է, ինչ է նշանակում։ Այսինքն այլ եւ մեզ ուզում են փորձում են համոզեն, որ այլ տարբերակ չկա, գիտեք, դե պետքա մի բան ինքն էլ անի այդ մասնավորը, որ դե մի բան էլ մի քիչ մեծ տա, ոչ մի բան չպետք է անի, ոչ էլ պետք է որ անի։ Համայնքը կարող է դա անել։ Ես ոչ ստացի որ հենց այնպես եմ խոսում, օրինակներով շատ կոնկրետ կխոսեմ։ Մեր պաշտոնավարման ընթացքում մենք 6-րդ հատվածը շատ նորմալ սիրուն ձևով բարեկարգել ենք համայնքի բյուջեով։ Ընդ որում այդ ժամանակ այդ գույքահարկի գումարները չկար, շատ սուղ էր, զբաղվում ենք զուգահեռ եւ աղբով, եւ տրանսպորտով, եւ վերելակներով, այսինքն շատ մեծ գումարներ էր ծախսում այդ ամեն ինչի վրա, բայց այնուամենայնիվ մենք գումարներ ենք գտել, որ 6-րդ հատվածը բարեկարգենք եւ ամբողջ 6-րդ հատվածում ինչքան կարողացանք, օրենքը մեզ ինչքան թույլ տվեց, մենք քանդեցինք այդ բոլոր այդ բուտկաները, ինչ որ անհասկանալի բետոնային շինությունները եւ նորմալ այգի մարդիկ գալիս են, հանգստանում են, նաեւ այստեղ շատ կարեւոր է բարերարները մեզ հետ համատեղ, հա, ուրեմն այդ skate park-ը մենք կառուցեցինք շների համար պարկը եւ այդ ամեն ինչը անվճար տրվել է երևանցիներին եւ դա Երևանի գույքն է, ոչ մեկինը չի։ Բավականին մեծ գումար է ծախսվել skate park-ի վրա, բայց այդ մարդիկ դրա դիմաց ոչ մի բան չեն ստացել։ Իսկ սկզբանե իրանք նախ եկել են այդ պայմանները, որ իրանք ուզում են մի բան անեն, բացի դրանից դե ընթացքում գիտեք, եղել են խոսակցություն, իսկ կարողա այստեղ մի փոքրիկ օֆիս ունենանք մենք մեր համար այսքան բան ենք, կամ թեկոս, չգիտեմ, մի 20 քառակուսի 30 կամ չգիտեմ, շատ կտրուկ պատասխան եղել, ոչ, հարգելիներս, ձեզ շատ շնորհակալ ենք, որ անում եք, շատ գնահատվում է դա, բայց չեք ունենալու ոչ 20, ոչ 30, ոչ 40, ոչ էլ 10 քառակուսի մետր ինչ որ մի տարածք, որը դուք ինչ որ թեկուզ լավ նպատակների համար։ Եկեք ձեզ այդ տարածքները մի այլ տեղ, որտեղ կանաչապատ չի։ Մտածենք, անենք կամ գնացեք, մասնակցեք, աճուրներ կան, գնեք եւ այլն։ Կարծես թե գումարներ ունեք։ Էս է մոտեցումը։ Մի ուրիշ օրինակ ասեմ, փայլուն օրինակներից մեկը Վարդանյանների ընտանիքի կողմից նվերը։ Այստեղ հենց քաղաքապետարանի կողքը։ Այդ մարդիկ մի ամբողջ մեծ, հա, սիրուն գեղեցիկ այգի են նվիրել քաղաքին։ Եվ ինչպես տեսնում եք, այնտեղ ոչ մի ինչ-որ տենց կաֆե, չգիտեմ, ինչ-որ այսպիսի տարօրինակ շինություններ, որոնք չպետք է լինեն այգու մեջ, չկան։ Այսինքն այդ օրինակները բազմաթիվ են։ Չեմ ասում շատ են, բայց մենք գոնե զարգացնենք այդ կուլտուրան, որ մարդիկ իրենց, ոնց ասեմ, այդ մարդիկ իրեն չի ուզում մի բան թողնեն այս քաղաքին։ Ամեն ինչը գումարով չի։ Եվ պատրաստ են մարդիկ, ուղղակի պետք է ճիշտ իրենց հետ պայմանավորվել, ճիշտ բանակցել եւ ճիշտ նպատակներ դնել։ Ամենակարևոր բանը, ինչ նպատակ ունես։ Եթե նպատակ ունես, որ քաղաք ունենա լավ այգիներ եւ այդ այգիները լինեն հանրային, քաղաքացուներ լինեն, երևանցիներինը եւ Երևանի հյուրերինը, ապա դա հնարավոր է անել։ Եվ դա, նորից ասեմ, ապացուցվել է։ Նաեւ ապացուցել ենք մենք մեր աշխատանքի ժամանակ։ Հիմա նաև ասեմ մի այլ բան, եթե այդ պահին չկա գումար, կարող ենք ասել, այս պահին գիտեք այլ խնդիրներ ունենք, այդ գումարը չկա, այս մի հատվածը կամ այն մի հատվածը քաղաքի կանաչապ վերականգնելու եւ այլն, ապա պետք չի ձեռք տալ։ Մաքսիմալ պետք է խնամել ոնց կա այս պահին եւ հետո հնարավորության դեպքում նոր անդրադառնալ դրան, որովհետեւ եթե դուք ինչ որ մի մասնավորի եք տալի, նայել ինչպես տեսնում ենք, ես չգիտեմ դա վերջնական ծրագիր է թե ոչ, բայց որ ամֆիթատրոն, ինչ որ այնտեղ անհասկանալի շինություններ, այն ինչ որ ես տեսել եմ, կներեք խայտարակություն է, իսկապես։ Եվ տալ, որովհետեւ երկու ծառ են այնտեղ տնկելու եւ չգիտեմ 50 տարով 90 տարով դա աբսուրդ է, որովհետեւ դա այդ 50-90 տարին մեզ այնց կորելու է, այլ Երևան այն մենք չենք տենա, այս մեր սերունդը, հա, այլ գոնե մեր երեխաները հետո երեք սկսեն նույն տանջանքը անել, ինչ որ մենք պետք է անենք հիմա։ Այսինքն պետք է ֆիքսենք, որ այն ինչ որ հիմա չես կարող անել, պետք չի վնաս քաղաքին անել, ցույց տալով աշխատանք։ Դա պետք է բացառենք եւ
չեմ ուզում շատ երկար խոսել, որովհետև ասելիքը շատ է։ Մենք շատ հետարքիր բաներ ենք սկսել անել եւ օրինակ նույն պարոն Պետրոսյանը քրիշի ոնց զանգարեց ինձ, երբ որ կադաստրի կոմիտեի նախագահն էր ու մի շատ մեծ տարածք, հիմա չեմ ուզում ասեմ անուններով, որը հանրային տարածքից վերածվելու էր նորից մի ինչ-որ սեփականատիրոջ է, արդեն գնացել էր քաղաքապետանից նամակ միջև իմ պաշտոնավարումը, որ պետքա գրանցվեր 50 տարով թե 90 տարով չեմ հիշում, այդտեղ ինչ-որ սխալ էր եղել, շատ հետարքիր պատմություն է, դրա համար եմ ուզում ասել, ուղղակի ինչ-որ ստորակետի կամ ինչ-որ թվի սխալ էր եղել, դե կադաստրը որպես շատ հստակ sense կազմակերպություն, որ ստորակետը չի ասում մեկ չենք վարանելու, հետ են ուղարկել քաղաքապետը եւ պարոն Պետրոսյանը զանգեց, ասեց պարոն Մարության, sense բան կա, հետ ենք ուղարկում, որտեղ սխալ կա, դրա համար ենք հետ ուղարկում։ Ձեր ուշադրությունը ուզում գրավեմ, որ այս տարածքը այս հանրային տարածքն է եւ կանաչապատ տարածք է, ուշադիր եղեք, շնորհակալություն հայտնեցի եւ այդտեղից սկսած մենք process սկսեցինք, ոչ միայն դա վերադարձրեցինք համայնքին, այլ այլ շատ տարածքներ վերադարձրեցինք, որը որ կարողացանք անել։ Խոսքը ուզում ասել որ օպերայի այդ հատվածի մասին է, այդտեղից սկսեց եւ մենք այնուհետեւ սկսեցինք process-ը, որ հանեցինք այդտեղից շինությունները, որոնք ընդհանրապես ոչ մի փաստաթուղթ չունեին եւ փաստացի մնացին այն շինությունները, որոնք փաստաթուղթ ունեին։ Իհարկե մենք կարող էինք միջև վերջ այդ մեր տրակտորներով քանդել ամեն ինչ, այդտեղ ոչ մի խնդիր չկար։ Միակ խնդիրը որ այդ մարդիկ կմտնեին դատարան եւ այնուհետեւ բավականին մեծ գումարներ կպահանջեին քաղաքից, իսկ ես որպես քաղաքապետ մեր ժողովրդից այդ մանդատը չունեի, որ այդ միլիոնավոր դոլարները ծախսեի այդ տարածքները հետ բերելու համար։ Ես որտեգրեցի, շուտ մեր թիմը չասեմ, մեր թիմը որտեգրեց այն սկզբունքը, որ մենք կսպասենք, այդտեղ կա որ 27 թվականն է ավարտվում, մեկը մի քիչ ուշ, կսպասենք, որ կավարտվեն իրենց պայմանագրերը եւ այդ պահին արդեն պետք է բոլոր տարածքները իդ վերադարձնել քաղաքացուն։ Սա ընդհանուր մեր դիրքորոշումն է եւ նաեւ ցույց ենք տվել աշխատանքով, որ այդպես պետք է անել։ Նաեւ ուզում ասեմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով բոլոր այստեղ հավաքվածներին, վստահ եմ, որ շատ-շատերը ուզեցել են կամ բան չեն կարողացել, երկրում չեն, քաղաքում չեն կամ այլ գործերով են զբաղված, բայց ես ուզում եմ ասեմ, որ շատ ուրախ եմ, որ վերականգնվում է այս ակտիվ քաղաքացու ինստիտուտը, որը կարծես թե խեղդվել էր։ Կարծես թե այդ մարդիկ, ովքեր պայքարում էին միշտ այդ ամեն ինչի համար, վերացել են, բայց քիչ-քիչ այս հանդիպումը ինձ ցույց է տալիս, որ դա վերականգնվում է։ Ես ուզում եմ ասեմ նաև մեր թիմի կողմից, մեր թիմը ոնց պայքարում էր առաջ 10 տարի առաջ, 15 տարի առաջ, 6 տարի առաջ, անգամ հեղափոխությունից հետո արդեն ստեղ գործադիրում, ոնց պայքարել ենք, նույն ձև պայքարելու ենք ամեն քառակուսի մետրի համար եւ բոլոր հանրային շահերի համար, մեր քաղաքացիների համար։ Մենք խնդիր չունենք, եթե պետք լինի փողոցել ենք դուրս գալու, պետք լինի բուլդոզերների տակել ենք պարկելու, միակ բանը որ փոխվել է մեր թիմի մոտ, միակ բանը դա տարիքն է, մի քիչ ծերացել ենք։ Բուլդոզերի տակ որ պարկենք, դες մեջներս կցավա, հուսով եմ որ մեր երիտասարդները մեզ կօգնեն, կբարձրացնեն ու կշարունակենք մեր պայքարը։ Շատ շնորհակալ եմ եւ նորից ողջունում այս հավաքը։ Մերսի։ Շնորհակալություն պարոն Մարցյան։ Խոսքը փոխանցում եմ Կարեն Դոլուխանյանին, ճարտարապետ, նկարիչ։ Շնորհակալություն, բարև ձեզ։